Ողջույն հարգելի հետևորդներ, ես Ստեփանավան քաղաքի բնակիչերի Գեղինյանն եմ։ Այս տեսանյութում ցանկանում եմ պարզաբանել, թե ինչպես կարելի է գանգատ ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այս տեսանյութի ամբողջական տարբերակը 8 րոպեից բաղկացած ամբողջական տարբերակը տեղադրված է իմ YouTube-յան ալիքի ընդհանուր տեսանյութերի բաժնում, այնպես որ կարող եք դիտել նաև այդ տեսանյութը։ Ասեմ, որ եվրոպական դատարան պետք է գանգատ ներկայացնեք ներպետական դատական ատյանները սպառելուց հետո, այսինքն պետք է սկզբից բողոքարկեք վերաքննիչ դատարան, այնուհետև վճռաբեկ դատարան եւ վճռաբեկ դատանի կողմից որոշումը ստանալուց հետո դուք կարող եք արդեն 4 ամսվա ընթացքում 4 ամսյա ժամկետի պահպանմամբ գանգատ ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Ասեմ, որ եվրոպական դատարանը գտնվում է Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում։ Այս տեսանյութի մեկնաբանություններում ես կնշեմ եվրոպական դատարանի ճիշտ հասցեն, որպեսզի դուք կարողանաք ձեր գանգատը ներկայացնել։ Ասեմ, որ եվրոպական դատարան դուք կարող եք ձեր գանգատը կազմել հայերեն լեզվով, սակայն ոչ ձեռագիր տարբերակով, պետք է բողոքի տեքստը համակարգչով տպագրեք եւ եվրոպական դատարան գանգատ ներկայացնելու համար պետք է եվրոպական դատարանի պաշտոնական կայքեջից ներբեռնեք սահմանված ձևի ձևաթուղթը, լրացնեք այդ ձևաթուղթը եւ կցեք ձեր գանգատին եւ ուղարկեք եվրոպական դատարան եւ ձևաթուղթը ձեր բողոքին չկցելու դեպքում ձեր բողոքը եվրոպական դատարանը վարույթ չի ընդունի եւ չի քննարկի։ Նաեւ նշեմ, որ եվրոպական դատարան գանգատ ուղարկելու ժամանակ պետական տուրքի գումար չեք վճարելու։ Դուք ընդամենը հայփոստում վճարելու եք եվրոպական դատարան ձեր գանգատ ուղարկելու այդ ծախսերը, որը կազմում է մոտավորապես 80,000 դրամ։ Նաև դուք իրավունք չունեք եվրոպական դատարան ձեր գանգատը ուղարկել ֆաքսով կամ էլեկտրոնային փոստի միջոցով, այլ պարտադիր ձեր գանգատը պետք է եվրոպական դատարան ուղարկեք պարտադիր հայփոստով։ Այսքանը, շնորհակալություն ուշադրության համար, մնացած մանրամասները կնշեմ այս տեսանյութի տակ մեկնաբանություններում, ինչպես նաև այս նույն տեսանյութի ամբողջական տարբերակը առկա իմ YouTube-յան ալիքի ընդհանուր տեսանյութերի բաժնում բաղկացած 8 րոպեից տևողությունը։ Նաև նշեմ մի կարևոր հանգամանք, որ ներպետական դատական ատյանների կողմից պետք է պարտադիր ձեր նկատմամբ խախտված լինի Եվրոպական կոնվենցիայով ամրագրված որևէ հոդված, որպեսզի ձեր բողոքը ընդունելի լինի Եվրոպական դատարանի համար։ Օրինակ կարող եք նշել, որ ձեր նկատմամբ խախտվել է ներպետական դատական ատյանների կողմից ենթադրենք խախտվել է Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով ամրագրված արդար դատաքննության ձեր իրավունքը։ Իսկ Եվրոպական դատարանի կողմից ձեր գանգատը բավարարվելուց հետո նոր ի հայտ եկած հանգամանքի հիմքով ձեր վերաբերյալ կայացված դատական ակտը կվերանայվեն։